գիտեիր, որ չես տեսնելու այն երկիրը, որի լեռների ստորոտները դեռ թաց են նոյան ջրհեղեղից։ Դու գիտեիր, որ ճամփետ կրակով ու արյան ջրափոսերով էր անցնելու, և եկար փոխառած բալկանյան այն զինվորի առյուծի սիրտը, որը ենիչերի էր մորթում իր իսկ հարկի տակ, մոռանալով հյուրընկալության ու եղբայրության հինավուրց լեգենդը։ Ցվետանը, կրակի ծաղիկ, ուշացած ծաղիկ մոխրե թերթերով, ում ես փնտրում այս լեռ քարաստանում, և ուր ես տանելու բոլոր այն տխուր պատմությունները, գողացված և թլպատված կոթողի, հողախեղտարված խաչքարի, տրորված այբուբենի, սրատված երազի ու զինվորի ճակճկած շուրթերի մասին։ Աշխարհի ամենատխուր զինվորի, ով դատապարտված է սիրելու ուրիշին նվիրաբերված ու մատուցված պապերի իր երկիրը։ Երկիրը քո աչքերով ու բոլորի համար, աշխարհների համար։ Իբրև թևատարած թռչուն, մոխրացած թերթերով ծաղիկ, տար այս պատմությունն աշխարհներին։ Ոչ գթասրտության արցունքի և ոչ էլ հումանիտար խղճահարության հերթական փաթեթի համար, հանուն հոր և որդվո և հոգու, հանուն ճշմարտության, որ կույրի մաշված դիմակ հագած շրջում է դեռ մոլորակի մութ անկյունները։ Ծանր ժամանակները, երբ որ ինքը մեզ հետ միացավ ու այդ աշխատանքը կատարում էր, ոչ թե մենք իրան որպես ընդունում էինք ժուրնալիստ կա, ինքը արդեն մեզ հետ մտել էր մի հունի մեջ, որ մենք իրան ընդունում ենք որպես մի քույր, որպես մեր մի բայվոր ընկերներից, աշխատում ենք իրար հետ, ոչ թե ոնց որ ինքը ուրիշ ազգի, ընդունում ենք որպես հայ ու որպես մեզ հետ հավասար մի մարդ, որ մեր ցավերը, մեր հոգերը կիսում էր մեզ հետ միշտ, մեր մոտ աշխատում էր այդ նաչալնիկ պրեսվորջը ու ինքը իր աշխատանքով ահագին ժամանակ մեր հեռուստացույցով և մեր Ղարաբաղի հեռուստացույցով շատ նորմալ ստացվեց, այնց հետո ինքը ստացավ իր կոչումը Ղարաբաղի կողմից, Ղարաբաղի բանակից և ընդհանուր մի բանակ կա, դա Ղարաբաղի բանակից ասելով, որ ես իրավունք եմ վերապահում նախարարի հրամանով, որ ես ինքս այդ կոչումը շնորհել։ Համար այդ կոչումը ինքը ստացավ մեր կողմից ու մինչև այսօր ինքը աշխատում է այդ ուղղությամբ, փորձում է, որ Ղարաբաղի ներսի կյանքը դուրս բերի աշխարհ, մենք ընդունում ենք ոնց որ ինքը որպես Ցվետանա, դրանից բացի եւ աշխատանքը, որ ինքը նվիրում է իր աշխատանքը մեր ժողովրդին։ Պատերազմը դեմք չունի, ունի միայն մահվան հոտ։ Պատերազմը վերջ չունի, ունի միայն ճանապարհ դեպի ոչ մի տեղ։ Կարող ես անդուն դառնալ ու կտրել պատերազմի ճանապարհը։ Կարող ես մոխրածաղկի կյանքը դարձնել թռիչք սեփական անդունդի վրայով։ Անդունդի վրայով ճախրող թռչուններին սպանելն ավելի հեշտ է, հարմար, նշանառում մարգարեին նրան, ով իր վախից է սպանում։ Ցվետանը, պատերազմից չխորշած, սակայն ուշացած ծաղիկ, որ աճել է ռումբի ձագարաձև փոսերում, հրանոթների տխուր շարքերի ստվերներում։ Շարապ ընթեց։ Ավետո, ոպիցեմ մանյարդ։
если есть несколько символов карабахского движения, карабахской борьбы, то один из этих символов Цветана Паскалева. Она появилась на Горном Карабахе в самые трудные минуты и прошла вместе с народом нашим все самое сложное и все самое трудное, что испытал народ Нагорного Карабаха. Цветана стала своим добрым человеком в каждом карабахском доме. Она в тяжелые минуты вдохновляла очень многих, в том числе бойцов нашего фронта. Сегодня очень многие наши бойцы, когда их спрашиваешь о Цветане, они говорят примерно следующее. Цветана прошла с нами все фронтовые дороги, и ее заслуга в наших военных успехах не меньше, чем заслуга самых отчаянных наших бойцов. Я думаю, что история не пишется по горячим следам, а Цветане еще скажут свое слово. Историки о роли Цветаны в нашем движении, но то, что она сыграла действительно очень вдохновляющую роль для борьбы Арцаха, это бесспорно.